պետք է ճարպերը առհասարակ հանել սննդակարգից, եթե ունեն որովայնի ճարպակալում, թե դրանք պետք են մեր օրգանիզմին։ Ես իմ պրակտիկայում արդեն 14 տարվա ունեմ մի հատ մեծ կրեդո, ես երբեք ոչ մի սնունդ չեմ հեռացնում ռացիոնից։ Ամեն ինչ պետք է սովորենք, որ լինի չափի մեջ։ Այդ չափի զգացողություն ունենալը դա արդեն առանձին ամեն մարդ իր քաշին, իր օրակարգին համապատասխան պետք է սահմանի։ Դրա համար հատուկ մթերքներ, որոնք խստիվ արգելել, գուցե կան նման մթերքներ վատ շրջանում, որ դա պետք արվի, դա մայոնեզներն են, դա չիպսերն են, դա ֆրի կարտոֆիլ տեսակներն են, վատ, շատ վատ ծայրահեղված մթերքները։ Բայց սննդակարգում թեթև փոփոխություններ անելով, ուշադրություն դարձնելով օրինակ սպիտակուցի քանակին, բջջանյութի քանակին, բարդ ածխաջրի քանակին օրվա ռացիոնում կարելի է այդ հարցը լուծել։ Ինչ վերաբերվում է ճարպերին, ճարպերը մեզ պետք են մեր հորմոնալ ֆոնի համար, որովհետև գիտեք, որ ցանկացած վիտամին, ինչպես նաև հորմոնալ ֆոն, ունեն լուծման միջավայր, հա։ Տարբեր վիտամիններ կան, որոնց համար լուծելի միջավայրը դա ճարպային միջավայրն է։ Դրա համար պետք է օգտագործել օգտակար ճարպեր, օգտակար, ոչ թե նորից եմ ասում, տրանս ճարպեր, մարգարին, կենդանական այլ վատ ճարպեր, վերամշակված ճարպեր, այլ օգտակար, որոնք կօգնեն ճիշտ քանակով, դա կարող լինի օմեգա 3-ը հենց ամենակարևորը, որի դեֆիցիտը այսօր կա, որպեսզի հորմոնալ համակարգը լինի իդեալական։ Այսօր շատ երիտասարդներ նիհարելու նպատակով առաջինը հանում են ամբողջությամբ ճարպոտ մթերքները ռացիոնից ու հետո զարմանում են, թե ինչի 20-25 տարեկանում ունեն հորմոնալ խնդիրներ։ Ու այդ ամեն ինչը վերագրում են առաջին հերթին ստրեսին, բայց հետ նայենք սննդակարգին։